այն ժամանակ իրենք դեպի եկել են Ստամբուլ եւ բնակություն են հաստատել այնտեղ, ուրեմն ես խնդրեցի, ասեցի կուզենայի շփվել, եթե ղարսեցիներ են միգուցե այդ տարածությունը իմանան եւ գնացինք մեկի տունը, որը այդ 80-ի մոտ արդեն հասակն առած մի շատ հետաքրքիր պապիկ էր, ասեց ես հայերեն չգիտեմ, հայերեն չգիտեր, քրդախոս էր եւ քանի որ մեզ հետ կային թարգմանիչներ, ես իրենց վերցրել էի ինձ հետ որ թարգմանեն եւ ինչ պարզվեց Արասկեղից իր ծնողները արասկեղցիներ էին։ Զարմանալիորեն այդ խոսակցության մեջ, երբ ես պատմեցի, ասեցի իմ մայրն էլ էր ասում, որ այսքան հեռավորության վրա գտնվում է մեր գյուղը, ինչով ես հասկացա, որ նրանք արասկեղցիներ են, որովհետև Արասկեղում եւ թմբի տակ, եւ դեպի Արպաչայի կողմը եղել են ջուրը որ հանել են ջրհորներ են եղել իմ ադենսում էր երկու կողմն կար ջրհոր եւ թմբի տակ եւ ասում էր հեչ մեկ եղում դու չէիր կդնի երկու ջրհոր դիք մինակ մեր գեղը կար այդ մեկ երկրորդը իրենց այդ մրմուրի սար կար եւ ինչու է մրմուրի սար էր ասում էր այդ մրմուրի սարը ասում էր ինքը հելնելը շատ զոր է ինքը համայրա ժայռի պես սար այդպես սար է չկա այդպես ուղիղ այսպիսի սար հետո նոր տունն եւ երբ ինքը պատմեց իր ծնողները այդպիսի բաներ են պատմել ես ասում եմ ինչ գիտեք գյուղի մասին ինձ պատմեք ինչ լսել եք որ ես կարողանամ հասկանալ դա Արասկեղն է թե ոչ երբ այդ ամեն ինչից հետո նա գնաց իր արխիվից բերեց մի փաստաթուղթ որտեղ թարգմանվեց մնացել էր իր ծնողների տան պլանը Ես չգիտեմ ինչ զգացողություն ունեցա եւ ինչ հուզմունք եւ այդ երբ թարգմանեցին թուրքերեն գրված այդ Արասկեղի ուրիշ անունը հասկանալի Արասկեղ չէր նույնս ինչ որ էսպիսի մի անուն էր եւ այնտեղ ասեցին որ սա հենց թարգմանությամբ էլ գալիս է այդպես Արազի տակի մոտ գյուղ Արազի լեռան ինչ որ էսպիսի բան եւ ինքը ասեց որ ես դատական process եմ բացել Այդ հայնա, այդ տարիքով ասեց դատական process եմ ես բացել, որ դա իմ հողն է, իմ պապական հողն է եւ այդ տարածությունում ես ուզում եմ կառուցել իմ տունը։ Ինչքանով է դա ճիշտ, ինչքանով չէ։ Ճիշտ, ես չգիտեմ, բայց նա այդպիսի բաներ ասել, չնայած հայերեն չէր խոսում։ Ասում եմ մենք այնքան վախեցանք խոսել, որ մոռացանք խոսելը։ Ինչ որ հատուկ են բառեր գիտել։ Նույնիսկ այսպիսի իրավիճակների մեջ գտնվեցի ես։ Շատ դրանք ինձ այդ ճանապարհին բացեցին, որպեսզի ես կարողանամ ամեն ինչ գրել։ Հետո ես հիշողությամբ շատ նման եմ իմ ադեին, եթե մի բան ասվեց, ես չեմ մոռանում։ Դա շատ լավ է, որ քաշել ես։ Դա լավ է, որ քաշել ես ադեն։ Եվ ինքը միշտ էլ ասում էր, աղջի, հետ բան չեմ մոռանա։ Նույնիսկ իր ջրագի պատրույկը չմոռացավ, ասում էր Այդ պաներից ծապը վերցրինք, հուտիգս վերցրինք, ճրակն էլ վերցրինք, բայց ինչ եղավ որ այդ պատրուգներս ես մորցա, բզդի բաներ էլի գվերցնենք սելի մեջ կդնենք, ասում էի ադե հազարատ պատրուգ ենք վառել, աղջի ինչ կսեց էդիկ ուրիշ էր, թապ թազա, սիպտա, ասում է ճերմակ, գիշկորը էդի առը բերել էր Ղարսի Համբոյի խանութից, Ահա, ճրակը ծախեր, ինքը պատրուգն էլ էդ է, այ այսպիսի հիշողություններ էր նա, ամեն ինչի մեջ կար հիշողություն, անունով, թվով, թիվ չուներ, նա միայն մի թիվ գիտեր, օղտը